ժողովրդավարության բաստիոն, թե ժողովրդավարական հետընթաց։ Ինչ են մեզ պատմում միջազգային կազմակերպությունները Հայաստանում այդքան գովազդած ժողովրդավարության մասին։ Սկսենք ամենակարևորից, այդ ժողովրդավարության բաստիոն եզրը ընդհանրապես ինչպես մտավ մեր իրականություն, վերջերս հենց պատրաստվում է այս զեկույցին, չգիտեմ ոնց Facebook-ը մտքերս կարդաց ու մի ռիլ բերեց, որտեղ խոսում էր Արարատ Միրզոյանը այն մասին, որ ինքն է հեղինակը այդ եզրի ու կներեք արտահայտությանս համար կռուտիտ էր լինում, թե ինքը նկատի չուներ, որ Հայաստանը ժողովրդավարության ամրոց է, Հայաստանը ժողովրդավար երկիր է, այլ մարտադաշտ է, որտեղ հանուն ժողովրդավարության կռիվ է գնում։ Իդեպ բայց մեր մեջ ասած բաստիոն բառը հենց ամրոց է կամ ամրոցի էլեմենտ է ու այս գծագիրը սա հենց բաստիոն է, էլի այդ հատուկ տիպի ամրոցներ են, այսինքն այս վեցանկյուն հա բանը որ կա սա բաստիոն է, բաստիոնի հատակագիծ է։ Մի խոսքով, բայց ու դա եղել է 2019 թվականին ՔՊ-ի համագումարի ժամանակ։ Ինչ էր ասել այն ժամանակ, ասել էր ոչ թե Ամերիկան ու Եվրոպան, այլ հենց Հայաստանի Հանրապետությունն է ազատության եւ ժողովրդավարության բաստիոնը աշխարհում։ Բայց այս ելույթում մի հատ շատ ուրիշ խոսք ունի, շատ ավելի կարևոր բանի մասին է խոսում, որը այն ժամանակ ոչ ոք չի նկատել։ Ինքը խոսում է այն բանի մասին, որ իրենք պատերազմ են վարում։ Չի ասում ում դեմ են պատերազմ վարում, խուսափում է դա ասել, բայց այստեղ ես հիշեցի մի խոսք, որը քաղաքական գործիչներին ընդդիմադիր շատ եմ ասում եմ, դուք մինչև հիմա շարունակում եք մնալ մինչև 2018 թվականի քաղաքական նորմալության մեջ, այն դեպքում, որ ձեր դիմաց ոչ թե մրցակից է, ոչ թե քաղաքական մրցակից է, այլ ձեր դեմ պատերազմ վարող հակառակորդ է։ Ու այդ պատերազմական տերմինոլոգիան, եթե նկատել եք, շատ է իրանց մոտ։ Մինչև հիբրիդային պատերազմից խոսելը դեռ 18 թվականից նոր, որ առաջին թեթև քննադատությունները սկսեցին ընդհանուր էյֆորիայի ֆոնին, իրանք սկսեցին խոսել, որ իրանց դեմ տեղեկատվական պատերազմ է վարվում եւ այլն։ Իրանց ամբողջ տրամաբանությունը, պատերազմի տրամաբանությունը, մի բան էլ ասեմ թեմայից մի փոքր դուրս ու անցնենք բուն թեմային, այդ խաղաղ ոչ բռնի, թավշյա, սիրո համերաշխության եւ այլ տենց սիրուն ձևերով փաթեթավորվող ոչ բռնի պայքարը, որով իրանք եկան իշխանության, իրականում էլի ռազմական գործիքակազմ է։ Ռազմական գործիքակազմը այն առումով, որ հա մարդիկ չեն զոհվում, բայց ինքը ռազմական խնդիրներ է լուծվում ու իրանց տրամաբանությունը լրիվ ռազմական է, որպեսզի որպես վառ օրինակ ինչպես կարելի է ոչ բռնի այդ մեթոդակազմը օգտագործել հենց բուն պատերազմական բաներում Արցախի պաշարումը։ Բոլորը գիտենք, որ դա ֆեյք ակտիվիստներ էին, բոլորս գիտենք, որ դա սարքած է եւ այլն, բայց ոչ բռնի էր ճակերտներով, հա։ Բայց առաջին իսկ օրերից, որ եկել են իշխանության, իրանք ամեն կերպ այս իշխանությունները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը ցույց էին տալի, որ այո, իրանք ժողովրդավարության կրողներ են, ասենց արտահայտություններ ասում, որ ժողովրդավարությունը իմ գեների մեջ է, մեր գեների մեջ է, ինչ որ անտենց խոսքեր էին, սա օրինակ 2018 թվականի ամռանն է, մեջբերում է իր հարցազրույցներից մեկին, ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, որովհետև մենք համարում ենք, որ ժողովրդավարությունը մեր սկզբունքն է, մեր համոզմունքն է, մեր հավատամքն է։ Որոշ ժամանակ անց սա նախընտրական արշավին էր Մարության Հայկի քաղաքապետի սեպտեմբերներ 2018 թվականի, այսօր շատ են ասում, թե ահա Հայաստանում նոր բռնակալ եւ նոր բռնապետ է ծնվում։ Իդեպ այդ ասողներից մեկը նաեւ ես էի ու դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ այս ուղղությունը դեպի բռնապետություն է գնում։ Նկատի ունեն ինձ, այո, քեզ։ Ժողովուրդ, ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք չի կարող լինել բռնակալ կամ բռնապետ։
դա ասում էր այն բանով, որ չէ, մենք դե նես չի, որ մենք սուրբ ենք, բայց եթե մենք ուզենանք մի վատ բան անենք, ժողովուրդը միանգամից մեր հարցերը կլուծի։ Այն նույն թեզն էր, հա, ոնց բերեցինք, նենց է կտանենք, շատ լավ օգտագործում էր։ Բայց հետաքրքիր բան մի հատ հասկանանք ժողովրդավարություն ասելով իրանք ինչ նկատի ունեն, այս ամենահետաքրքիր մասն է։ Երբ վերջերս, համեմատաբար վերջերս անցած ամառ լրագրողը հարցատալի թե բա ժողովրդավարություն, որ ասում եք բազասփումներն ու հակակշիռները էլի, ոնց է այդ հարցը, ինչ է պատասխանում, ասում այսօր ժողովրդավարության թիվ 1 խնդիրը ո՞րն է, ժողովրդավարության պաշտպանությունը, եւ շատ երկրներ այսօր գտնվում են մի իրավիճակի մեջ, որ այդ այսպես ասած հակակշիռների եւ փոխզսպումների ներքո այնքան խոցելի են դարձրել ժողովրդավարությունը, որ հիմա մտածում են, բա ոնց անեն, որ ժողովրդավարությունը պաշտպանեն։ Այսինքն ժողովրդավարության ամենակարևոր, ամենահիմնական մեխանիզմներից մեկը, հա, մեկը այդ ազատ անկախ ընտրություններն է, ազատ ազնիվ ընտրություններն է, արդար ընտրություններն է, մյուսը դա հակակշիռներն են, որ հնարավոր լինի իշխանությունը, ասենք իշխանության տարբեր ճյուղերը հավասարակշռել, հա, ու ինքը դա համարում է ինչ-որ վնասակար բան ու նույնիսկ ժողովրդավարության համար վտանգ։ Այսինքն ժողովրդավարության հիմնական գործիքը վտանգ է ժողովրդավարության համար։ Ինչ է ստացվում։ Ստացվում է ինքը իրան է նույնականացնում ժողովրդավարության հետ, ու տարբեր դեպքերում տարբեր է իր մոտ եւ ժողովրդի հետ է իրան նույնականացնում եւ պետության եւ կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների հետ պահի տակ, հա, Էսա էլի ուրիշ ընդրոն դրսից են արդեն նկատելում հետ է իրան նույնականացնում, բայց ցանկացած դեպքում ինքը դեմ է իրական ժողովրդավարությանը եւ այդ մասին բաց խոսում է։ Ավելին ինքը խոսում է, որ իշխանության ուղղաձիգը խախտել չի կարելի ծանոթ արտահայտություն է, չէ՞, վերտիկալ վլաստի, հիշում եք, շատ պոպուլյար արտահայտություն էր մի 10 տարի առաջ մի երկրում, որտեղ ռուսերեն են խոսում, որտեղ պետական լեզուն ռուսերենն է։ Ու խախտել չի կարելի, որտեղ դա պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը կարող է վտանգի ենթարկել։ Այսինքն մենք հասկանում ենք, որ իրենց պատկերացումները ժողովրդավարության մասին լրիվ հակաժողովրդավարական են։ Հաջորդ բանը ժողովրդավարությունը առաջին հերթին ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մասին է, այո, ոչ մեկ չի վիճում դրա հետ, բայց ժողովրդավարությունը ունի անկյունակար ամբեկանելի, որ ժողովրդը իշխանություն ձևավորելու ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո հնարավորություն պետք է ունենա։ Սա ստենց ինչ-որ բանալ ճշմարտություններ են, որը իրանց, այսպես ասած, իրանց ներկայացրած այդ ժողովրդավարության մոդելի անկյունակարն է, որ ախպեր դե ընտրությունները անում ենք, մնացածը հեչ։ Իրականում ինչ է կատարվում ընտրություններից առաջ, ինչ է կատարվում ընտրություններից հետո, այդ մնում է քննարկումից դուրս, բերվում է որպես միակ չափանիշ ընտրությունները, բայց ընտրություններով կան օրինակ նույն էսա, որ նայենք ինդեքսներում, այդ վարկանիշային աղյուսակներում, օրինակ կան ընտրություններով էլեկտորալ ավտորիտար պետություններ, հա, որոնք իբր ընտրություններ են, բայց արդեն նորմալ տենց դիկտատուրաներ են էլի։ Ու իրանց էլի ստեղ շատ լավ ելույթ է այն բանով, որ այդ իրանց փաստարկները ստեսեղմված կան, որ դե ամբողջ աշխարհը մեզ առաջադեմ մարդկությունը մեզ ժողովրդավար է ճանաչում, կասկած չկա։ Իդեպ իրես ելույթը այլ հանգամանքներում, օրինակ եթե ինչ-որ մեկը նստեր 4 ժամ էս ամեն ինչը նայեր ու այդ 4-րդ ժամում է էլի ասում իր հարցազրույցի, վստահ եմ արդեն ոչ մեկ իրան չէր լսում, սենց ուղեղները անջատված, ես լրիվ պատահական եմ իմացել, որ սենց բան ասել էլի, որ ժողովրդավարությունը ժողովրդավարության համար սպառնալիք է, այս կարող է շատ մեծ բան ունենալ, արձագանք ստանալ, այդ թվում Հայաստանից դուրս, բայց չաշխատեց, փոխարենը բանն է, Զենֆիրայի երգերով իր հոլովակներն են տարածվում աշխարհում, ինչևէ մի շատ հետաքրքիր երևույթ կա, որ նոր տիպի բռնապետերը, նոր տիպի ավտոկրատները
իրենց բնորոշիչ հատկություններից մեկը հենց այն է, որ իրանք ներկայանում են որպես ժողովրդավար, որտեղ տենց ավելի էժան է, որտեղ տենց ճնշումները դրսից ավելի քիչ են, արևմուտքից, տենց ավելի հեշտ է քո երկրում թալանել, Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում վայելել, հա։ Դրա համար վաղուց են հասկացել, որ տենց համակենտրոնացման ճամբարներ կառուցելով, չգիտեմ, զանգվածային ինչ-որ բռնաճնշումներով եւ այլն, այդքան էլ լավ չի վայելելը, այդ երեխեքին պետք է հետո Բրիտանիա դպրոց ուղարկել, թանկ ու կրակ եւ այլն, լավ չի, եթե ասենք ձեռների տարում կա, դրա համար բան են անում, իրանք տենց դեմոկրատիա են խաղում, այդ մասին, այդ ամբողջ պատմությունը շատ լավ ձևակերպել է Սերգեյ Գուրիև եւ Դանիել Թրեյսման, այս համահեղինակներն են այս գրքի, որը կոչվում է Spin Dictators, երևի հայերեն կթարգմանվի խաբեության դիկտատորներ կամ ես սրանց խաբելապետեր եմ ասում ու խաբելապետություն այդ տիպի ռեժիմները, ասում են նոր ավտոկրատների առանցքային նորամուծությունը իրենց ժողովրդավար լինելը թմկահարելն է, ու ես մեծ կոլեկցիա ունեմ այն Նիկոլի այդ հայտարարությունների, թե ինչպես է ինքը ժողովրդավար, իսկ ինչ կարծիք է իրականում ժողովրդավար հանրություն, հետ որ ասում է հարցրեք ժողովրդավար հանրությանը կասեն, ուրեմն ես դիտարկել եմ մի քանի միջազգային վարկանիշային աղյուսակներ, շատ հեղինակավոր, դրանցից երևի ամենահիմնավորը այս Videm ինստիտուտի Democracy Report կոչվածն է, որը կարծեմ 14 թվականից է հրապարակվում, մյուսը հայտնի The Economist ամսագրի հետազոտական այդ բաժնի Democracy Index կոչվածն է, երրորդը Bertelsmann հիմնադրամի Transformation Index կոչվողն է, որը օրինակ օգտագործում է Ամերիկայի կոնգրեսը ինչ-որ իրանց հաշվարկներում, սա բաներից մեկն է, հա, Freedom House-ը դե բոլորդ լսել եք Freedom House-ի մասին կամ մի ավելի քիչ հայտնի տենց ռեյտինգ CSO meter-ը կոչվում, սա հատուկ արևելյան գործընկերության երկրների համար է, այսինքն են 6 երկրներ, այդ թվում Հայաստանը, որոնք մտնում են արևելյան գործընկերության մեջ ու լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության ինդեքսն է, որտեղ մեծ հերոսություններ են կարել Հայաստանը, ուրեմն ինչա Videm-ի իրականում մի պարամետրով չի նայում, սա տենց համահավաք պարամետրն եմ ներկայացրել, հիմա չեմ ուզում մեթոդաբանության մեջ շատ խորանամ, բայց սա կոչվում է Liberal Democracy Index, բայց իրանք նաև ունեն Electoral Index եւ այլն եւ այլն։ Այդ ամենը հավաքում են, ստանում են մի հատ sense բան, ինչպես են ձևակերպում Հայաստանը, ձևակերպում են այսպես դեպի ավտորիտարիզմ շարժվող էլեկտորալ դեմոկրատիա։ Իմանանք, որ էլեկտորալ դեմոկրատիա բառը դա կոմպլիմենտ չի, դա իրականում այլ բառերով թերի դեմոկրատիա է, որտեղ իբր աշխատում են ընտրությունների ինստիտուտը, բայց իրականում դեմոկրատական շատ ինստիտուտներ լիարժեք չեն աշխատում, սա թերի դեմոկրատիա է, բայց ամենակարևորը, որ նշում են, որ այն շարժում է դեպի ավտոկրատիա, այսինքն գնալով վատանում է։ Իրականում Հայաստանի այդ որպես դեմոկրատական, հա, որպես ժողովրդավար երկիր է կտրուկ աճը դա 18 թվականի էսեյֆորիայով է պայմանավորված, իմ խորին համոզմամբ սա այդքան էլ կոռեկտ չի այդ այնքան ինչքան բարձրացրել են, դա ավելի շատ ոնց որ վարկ են տվել իրեն, ու այն ժամանակ ես այդ թվում անձամբ եմ զգացել, հա, այդ շատ ճնշումներ ու վստահ ասում եմ, որ ստեղ չափազանցրած է, բայց ստեղից մենք մի բան ենք հասկանում, որ այս ինդեքսները բավականին իներցիայով են, այսինքն ինչ որ բաներ, որ լինում են, միանգամից չի ազդում, լիքը բան տենց դիտարկում են, ծանր ու թեթև են անում, նոր դրանից հետո սկսում են դա արտացոլվում է իրանց հաշվարկներում, բայց դեռ որ Հայաստանը շատ կտրուկ ընկնում է այս մի բանով ու մտնում է աշխարհի տասնյակի մեջ ավտոկրատացվող դեպի բռնապետություն գնացող երկրներն է
top 10 Bell-Thorne autocratizers, մի խոսքով top 10-ի մեջ ենք դեմոկրատական հետընթացով ըստ Videm ինստիտուտի։ Սա էկոնոմիստի հաշվարկներն են, ստեղ իրական մեզ բոլոր վարկանիշային աղյուսակներին ինչ որ լիքը կարելի է քննադատել, մեթոդաբանությունը քննարկել, ինչ որ թույլ տեղեր գտնել, ուղղակի ընդհանուր պատկեր եմ տալիս, ես որ ասում եմ ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է որպես ժողովրդավար, չէ, այդպես չի։ Հայաստանը այստեղ ներկայացված է նույնիսկ ոչ թե flawed democracy, այսինքն թերություններով դեմոկրատիա, դեմոկրատիա, այլ ներկայացված է որպես հիբրիդ ռեժիմ, այսինքն այդ թերի դեմոկրատիայի ու բացահայտ բռնապետության արանքում գտնվող ինչ-որ բան։ Մյուսը այդ Բերթելսման հիմնադրամինն է, եվրոպական բան է, բայց միջազգային կազմակերպությունն է, տարբեր տեղեր կան։ Հայաստանը ստեղ, եթե նայեք, այս անկյունում նշված է defective democracy, այսինքն դեֆեկտավոր ժողովրդավարություն է նշած։ Իդեպ սա ասեմ, որ այս մի ինդեքսը բավականին համակրում է Հայաստանի իշխանություններին, շատ մեղմիկ ձևակերպումներ են շատ հարցերում, բայց օրինակ այսպիսի մի նախադասություն այդ վերջի 26 թվականի իրանց զեկույցից, որ վերջ տարիներին Փաշինյանի հռետորաբանությունը նկատելիորեն ձևափոխվել է։ Ժամանակին նա ավանդական քաղաքական առաջնորդ էր, բայց այժմ ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս բարոյական կամ հոգևոր գործչի կերպարով, երբեմն ինքն իրեն համեմատելով Աստծո կամ Հիսուսի հետ։ Քննադատներն ու ԶԼՄ-ները նրան մեղադրում են այդ քվազի կրոնական պատումներն ուժեղացնելու համար պետական ռեսուրսները օգտագործելու մեջ։ Միաժամանակ նա ձգտում է սահմանափակել հայ առաքելական եկեղեցու ազդեցությունը քաղաքական եւ ինստիտուցիոնալ միջոցներով։ Նույնիսկ երբ որ այդ նույն ռեյտինգներում տենց շատ չեն ճնշում, բայց շատ լավ տեսնում են ինչ է կատարվում։ Նու գոնե այն աչքի զարնող է ինչ որ դեպքերը։ Freedom House-ը մելի շատ հայտնի կազմակերպություններից Հայաստանը համարում է մասամբ ազատ երկիր, որը մոտավորապես այն թերի դեմոկրատիա կոչվածն է, հա, կամ հիբրիդայինից մի քիչ ավելի բարձր է, թերի դեմոկրատիա, հաստատ ժողովրդավարության բաստիոն չի սա։ Ու շատ մեծ անկում է ապրել մամուլի ազատության ինդեքսում, լրագրողներ առանց սահմանների կազմակերպության, շատ հեղինակավոր ծանրակշիռ կազմակերպություն է։ Հայաստանը այստեղ իջել է 34 տեղից իջել է 50-րդ տեղ, 17 հատ իջք 17 կետ իջել է, ընդ որում կան կետեր, որոնցում էլ ավելի մեծ են, օրինակ 33-ից իջել է 57 քաղաքական բանում, հա, քաղաքականության վարկանիշում իրանց քաղաքական ազատությունների տենց կարելի ասել կամ քաղաքական իրավունքների բանով մի վարքյան ստեղ կար իրավական պաշտպանության առումով լրագրողների 14-ից 45-րդ տեղ է իջել։ Երբ որ մենք ընդհանուրն ենք ասում, ստացվում է ավելի մեղմված, երբ որ առանձին կետերով ենք նայում, ավելի վատ է վիճակը։ Հայաստանում մամուլի ազատության տեսակետից Հայաստանը պրոբլեմատիկ երկիր է, այսա situation problematic, խնդրահարույց իրավիճակ։ Սա CSO meter-ն է, որ էլի շատ տենց նուրբ զգուշ է բանանում, ձևակերպում, բայց ընդհանուր միտումը մինուսով է, ստե լավ չերևում դեղին գույնի է, հեսա trend-ը մինուս է գնում։ Օրինակ այդ trend-ը մինուս գնաց նաև այն բանից հետո, երբ իրենց հասավ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի զեկույցը այդ կենսաչափական տեսանկարահանման այդ օրենքը, որ մտցրին, որով մենք տենց շատ սիրուն ձևով տեղափոխեցինք այն 1984 դիստոպիայի իրականության մեջ, որտեղ թեկուզ Երևանում երևի թե հնարավոր չի մի այնպիսի տեղ գտնել այն կենտրոնում, որը ինչ որ մի
ոստիկանության կապած տեսախցիկի տակ տեսանելիության դաշտում չլինի։ Վարկանիշային աղյուսակների խնդիրները ասեցի, մեկը ինստիտուցիոնալ իներցիան է, բավականին ուշ են, ասենք 1-2 տարի է երբեմն տևում ինչ որ բան մինչև արտացոլվում է աղյուսակում, կա ակնհայտ կանխակալ վերաբերմունք Նիկոլ Փաշինյանին, զգացվում է դա, ինչ պատճառներով տարբեր ստեղ բաներ կան, սկսած թե ինչպես գրել եմ աշխարհագրական գործոններից ազդվելը, վերջացրած թե ստեղից ով է իրանց ինֆորմացիա ուղարկում, ում հետ են համագործակցում, իսկ երբեմն, եթե չասեմ հաճախ համագործակցում են հենց այն կազմակերպությունների հետ, որոնք Նիկոլին իշխանության բերելուն մասնակցել են ու մինչև հիմա էլ դրա պտուղները վայելում են, այո, եւ այն արանեն։ Նաև Հայաստանի Հանրապետության այս իշխող ռեժիմի շատ ագրեսիվ ու նպատակաուղղված աշխատանքն է ցանկացած քննադատություն խլացնելու։ Իմ փորձից, ես հարցազրույց եմ տվել 6-7 լրատվամիջոցի արտասահմանյան, հարցազրույցներից մեկը թե երկուսն է հրապարակվել, մնացածները բլոկվել են։ Եղել է, որ ես մեկնաբանություն եմ տվել, հրապարակվել է, կես ժամից լրագրողը ինձ զանգել է, ասել է մեզ Հայաստանի կառավարությունից են զանգել, պահանջում են հանենք։ Հնարավոր է, բայց կես ժամատև է հրապարակումից մինչև ինձ զանգել է, մինչև իրանց լրագրողը ինձ կապվել է։ Ու ստեղ շատ կարևոր գործոն է Հայաստանի անկախ քաղաքասարակության, անկախ ասելով, այսինքն պետությունից ինչ որ գումարներ չստացող ու արևմուտքից եթե եւ ստացող, ապա ոչ քաղաքականացված փող, ոչ այդ հիբրիդային ֆինանսավորումից, այդ քաղաքասարակությունը բավականաչափ բարձր չի ճճում ու նույնն էլ ընդդիմությունը։ Մեր քաղաքական ընդդիմությունը բազում խնդիրներ չի հասցնում նույն այս դրսի հարթակներ։ Ավելին ասեմ, երբեմն հաճախ նաև գերադասում են տենց հերոսաբար տառապել, տանջվել, լուր ատամները սեղմած եւ այլն, այն դեպքում, որ դրանից շահում է միայն իշխանությունը։ Ինչպես դիմադրել։ Նախ շատ կարճ, ինչա ժողովրդավարական հետընթացը եւ ինչի հետ մենք գործ ունենք, ժողովրդավարական ձևակերպումներից մեկն է իշխանության կողմից վարվող արշավ ուղղված ժողովրդավարությանը նպաստող քաղաքական ինստիտուտների թուլացմանը կամ ոչնչացմանը։ Հենց այն ինչ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ բանա, այդ հակակշիռներն ու զսպումները խանգարում են, վտանգում են ժողովրդավարությունը, այ հենց սրա մասին է։ Ժողովրդավարական հետընթացին դիմադրելը սկզբունքորեն այլ մոտեցումներ է պահանջում, քան ինչ որ օրինակ, չգիտեմ, բռնապետական հաստատված ռեժիմին քայքայելը, պայթացնելը եւ այլն։ Դրա համար երբ օրինակ ընդդիմությունը փորձում է Նիկոլ Փաշինյանի մեթոդներով Նիկոլ Փաշինյանին հանի, արտաքնապես էլի այդ մեթոդները կրկնօրինակելով դա չի աշխատելու։ Ժողովրդավարական հետընթացին դիմադրելը իրականում ծայրահեղ բարդ է։ Օրինակ նույն Վիդեմի վիճակագրությամբ 80%-ը ի վերջո այդ հետընթացի ավարտվել է բռնապետություն դառնալով, շատ դժվար է հետ բերել։ Իրականում շատ քիչ դեպքեր կան, որ հնարավոր է լինում այդ հետընթացը կանգնացնել ու վերադառնալ նախորդ դիրքերի։ Նույնիսկ եթե բռնապետին բան են անում, հնարավորություն է լինում իշխանությունից զրկել, քանի որ արդեն այդ բոլոր մեխանիզմները քայքայված են, հաջորդ եկողը ինքնամեծ հաճույքով դառնում բռնապետ։ Այդ նույն վիշապի օրինակը, Ժողովրդավարության հետընթացի 5 փուլ։ Սրանք իհարկե ներկայացվում է որպես հաջորդական էտապներ են, բայց իրականում զուգահեռ կարող են գնալ։ Դե նախ բնակչության լայն շրջանի մոտ քայքայվում է վստահությունը ժողովրդավարության հանդեպ։
Հետո մարդիկ, Նիկոլ Փաշինյանի պես մարդիկ, պոպուլիստներ, շատ ագրեսիվ, բազմակարծության դեմ խոսող այդ գործիչները սկսում են իշխանության համար պայքարել։ Եթե կարողանում են հաղթել ու գալ իշխանության, հաջորդ էտապը ինստիտուտների քայքայումն է։ Եթե հիշում եք 18 թվականի ընտրություններից հետո կառավարությունը չէր ձևավորվում 40 օր։ Հիշում եք, 40 օր կառավարություն չունեինք։ Այն ժամանակ ասում ենք դա իրանց, չգիտեմ, անկարողությունից է, փնթիությունից է եւ այլն եւ այլն, բայց այդ բոլոր պաուզաները իրականում նպաստում են նրան, որ այդ կառավարման եղած համակարգը քայքայվում է, ինքը շատ հետևողական ձևով, եթե օրինակ այլ երկրներում ինչ որ այլ ձևերով են անում, անը դնում են այսինքն ստեղ էին ասում, պետական ինստիտուտների, նախարարությունների արդյունավետություն միացնում են, անջատում են, փակում են, ինչ որ նորն են հիմնում, սուպերնախարարություն, այդ բոլորի ընթացքում մեծ քանակով հին աշխատողներ մնում են դուրս։ Այսինքն այն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, այն մարդիկ, որոնք գիտեն, որ այս ինչ բանը չի կարելի անել, օրենքի խախտում է եւ այլն, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելն է այս օպերացիայից, ժողովրդավար հետընթացը ապահովելու։ Ինստիտուտները քանդելուն զուգահեռու հետո քաղաքական դաշտն է ավիրվում։ Այսինքն քաղաքական հակառակորդներին այնպիսի վիճակի բերելն է, որ իրանք գործնականում հնարավորություն չունենան ընտրություններով ինչ-որ բան փոխելու երբևէ։ Մենք այդ փուլը սենց մի քանի բանով անցնում ենք, մի քանի շրջափուլով դրա մեջ ենք ու 5-րդը, երբ որ ամեն ինչ արդեն քանդվում է, պաշտպանության վերջի գիծը մնում է քաղաքացիական հասարակությունը ու նաև ընդհանրապես այն համակարգերը, որոնք պետությունից դուրս են, ասենք հասարակության ենթակառուցվածքներն են մնում, այդ թվում ի դեպ եկեղեցին այս տեսակետից էլի այդպիսի մի կառույց է, ենթակառուցվածք է, որը կարող է մարդկանց մոբիլիզացնի ու դիմադրություն կազմակերպի։ Քաղաքացիական հասարակության, այս բոլորին զուգահեռ իհարկե մեդիան էլ է, հենց առաջին իսկ օրվանից մեդիան է գտնվում հարվածի տակ, ու ինչպես սրան դիմադրելու եզրափակում եմ, նախ պետքա փոխվի դիմադրության պարադիգմա, ինչ նկատի ունեմ, այդ ոճը, որ էսա միասին բոլորս կհավաքվենք ու մի հատ հուշկու ցույց կանենք, հարված կանենք, երթ կանենք, 2 շաբաթ փողոց կփակենք ու այս կհաղթենք, տենց չի լինելու։ Արդեն այս բռնապետական ռեժիմը այնքան տենց խորնախրամատավորված, որ պետք է մտածել երկարատև դիմադրության մասին, այսինքն որպեսզի իր գործողությունները գնալով ավելի բարդանան ու ավելի ծախսատար լինեն այս ռեժիմի համար։ Երկրորդը դա քաղաքացիական դիմադրության ենթակառուցվածքի ստեղծումն է, այսինքն անկախ լրատվամիջոցների զարգացում։ Հիմա կասեք, բայց մենք ունենք անկախ լրատվամիջոցներ, ես կասեմ, որ մենք շատ քիչ ունենք անկախ լրատվամիջոցներ, որոնք հազիվ հասցնում են օրվա ինչ-որ բաները լուսաբանել, շատ քիչ են։ Սուվերեն փորձագիտական համայնք, այդ փորձագետներին, որ տարբեր տեղեր կանչում են, իրանք խոսում են, ու հաճախ ծաղրի են ենթարկվում ու քննադատում են տարրական բաներ չիմանալու համար, նորմալ փորձագիտական համայնք անկախ ունենալու համար, ինչ որ ձևի այդ մարդիկ պետքա ունենան հնարավորություն ուրիշ տեղեր, օրինակ չաշխատելու, կենտրոնանալու իրենց մասնագիտականի վրա, ու նաև ինչ որ թիմ էր փորձագիտական, որը դրսում արվում է think tank-երի միջոցով, մեր մոտ ազգային դաշտում think tank-երը սպային կարծես թե չկան, որոնք զբաղվեն այդ գիտության ու մեդիայի ու կրթության միջև գտնվող այդ բանում, հատվածում։ Սուվերեն ազգային քաղաքացիական հասարակություն, այս մասին շատ խոսվեց այսօր, ինչպես գիտենք 18 թվականից հետո պարզվեց, որ այն մարդիկ, որոնք ներկայանում էին որպես քաղաքացիական հասարակություն, իհարկե ոչ բոլորը, բայց դրանց մեծ մասը կամ զգալի մասը ըստ էության ընդամենը տարբեր արտասահմանյան ինչ-որ ուժերի դիվանագիտական ջանքերի
գործակալներին, գործակալական ցանցեր էր։ Հաջորդ կարևորագույն բանը, որ դիմադրության համար պետք է, դա ժողովրդավարության օրակարգ է պետք։ Ընդդիմադիր ուժերից ոչ մեկը ժողովրդավարությունը իր կարևոր առանցքային ինչ-որ որպես գիծ չի դնում, հա։ Շատ խոստումներ են արվում, շատ փորձ է արվում Նիկոլից ավելի պոպուլիստ լինել, ինչը ինձ թվում է ուղղակի անհնարին է, բայց հենց խոսելը իրավունքների մասին, իրավունքների պաշտպանության մասին, անկախ նրանից կընտրվեն թե չեն ընտրվի կամ ինչ կլինի, կհաղթեն, թե ուղղակի կանցնեն ազգային ժողով, ես շատ կարևոր եմ համարում, մարդիկ պետք է հավատան էլի իրանց ասածներին։ Վստահության կառուցում, հասարակության, քաղաքացիական հասարակության միջև վստահության կառուցում, սա տենց օդում ուղղակի կենաց չի, վստահության կառուցելը ու այդ գործիքակազմ կա, կոնկրետ մեխանիզմներ կան, որոնք պետք է գործարկվեն անընդհատ ու համախմբում ոչ թե պառակտում։ Ցավոք պառակտման այս գործընթացին շատ ինքնամոռաց ձևով նաև մասնակցում են ընդդիմության տարբեր ճամբարներ ու մի տեսակ տենց ինձ ամենից շատ թևաթափանող բանը սա է։ Շնորհակալություն ուշադրության համար, եթե ինչ-որ հարցեր կան, բայց ոնց որ թե բոլորը հոգնել են։ Այսքանը։ Հա, ներողություն մի բան էի ուզում Գեղամին պատասխանել, ես ինչպես են խաղաղություն այդ սիրուն բառը շահագործելով ըստ էության հարվածում, մենք պետք է փորձենք մարդկանց բացատրել, որ սա խաղաղության հետ որևէ կապ չունի։ Ավելին peace studies կոչված ոլորտ կա, խաղաղության ուսումնասիրություններ, որի այն առաջին ներածակ լեկցիայում բացատրվում է, որ այն ինչ կատարվում է մեր մոտ, դա խաղաղություն չի։ Երբ որ մարդու ճակատին ատրճանակ ես դնում ու ասում ես սուս մնա, դա խաղաղություն չի, դա ասենք գերեզմանի խաղաղությունը, լռությունը դա խաղաղություն չի, բանտի լռությունը դա խաղաղություն չի, հա։ Մեզ խաբում են, չկա ոչ մի խաղաղություն։ Մեզ ուղղակի սենց հանգստացնում են, մինչև թշնամին հարմար ժամանակ ունենա նորից արձակվելու։ Չկա ոչ մի խաղաղություն։ Ու դրա մասին մենք անընդհատ պետք է խոսենք։ Մենք ոչ թե պետք է ասենք, որ սա լավ խաղաղություն չի, որ մենք ուզում ենք, չգիտեմ, արժանապատիվ խաղաղություն եւ այլն։ Մենք պետք է ասենք, որ սա խաղաղություն չի, վերջակետ։ Այսքանը։